Գանք Ուկրաինայի թեմային, խնդրեմ։ Դե այս բանակցությունները իմ կարծիքով ոչ մի բանի չեն բերելու։ Սա ժամանակ Եվ նաև երեկվա Պուտինի մի շարք հայտարարություններ արեց, որ այդ բիզնեսը վերադառնալ այդպես չի կարող լինել, միայն մեկ ներողություն խնդրեն եւ վերադառնան, այնտեղ ինչ որ արդեն պայմանների մասին է խոսում, այնուամենայնիվ նկատելի է տրամադրվածություն, օրինակ պարոն Բագրատյանն է խոսում էր, ասում էր առաջ գնալը առնվազն Դնեպրի ուղղությամբ կամ դեպի Օդեսա շատ լավ նաև գիտակցում է, թե ինչ մեծ ահռելի կարող է կորուստներ լինեն։ Չէ, նախ Ուկրաինան պարզ է, որ չեն կարող վերցնել գրողներով։ Այս մեծ տարածքը գրողներով չեն կարող վերցնել եւ այդպես չի լինելու։ Ուկրաինան վերցվելու է բանակցությունների արդյունքում։ Նախ տարածքը մեծ է եւ զոհերը շատ մեծ կլինեն։ Հենց դրա հետ է կապված, որ տանկերով, հրետանիով, չգիտեմ, ինքնաթիռներով, զորքով հրաման չի տրվում լայնածավալ հարձակման, որտեղ ինքը լավ գիտի, որ այդպես չի վերցվելու Ուկրաինան։ Ուկրաինան վերցվելու է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության արդյունքում։ Հիմա ԱՄՆ-ն, Արևմուտքը ուզում են հասնել նրան, ընդ որում նույնիսկ համաձայնվելով Ռուսաստանի կողմից վերցված են նոր տարածքների հետ։ Նույնիսկ համաձայնվելով, որ դրանք մտնեն Ռուսաստանի կազմ։ Իրենք ուզում են, որ Ուկրաինայից ինչ որ մի բան մնա, գոնե, այսինքն այնպեսի համաձայնության կան, որ մնա ինչ որ կտոր, անկախ Ուկրաինա։ Եվ այնտեղ իրենք կարողանան մտցնել ՆԱՏՕ-ի զորքեր։ Դա է իրենց նպատակը։ Թեկուզ եւ Խերսոնը, չգիտեմ, Լուգանսկը, Դոնեցկը, մյուսները ճանաչելով։ Բայց դա մեկ բանն է, պահանջն է Պուտինի, որ դա չի կարող լինել։ Չի կարող։ Հետևաբար, քանի որ նաև ԱՄՆ-ն աշխատում է մյուսների հետ, աշխարհում մյուս պետությունների հետ, որոնք իրենց հերթին փորձում են ազդել նաև Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Դա համար Ռուսաստանը հիմա պետք է ցույց տա, որ այս Կիևի ռեժիմի հետ պայմանավորվել հնարավոր չի, ոչ մի բանի շուրջ։ Այս բանակցությունները իրենք ժամանակ ձգելու նպատակ ունեն։ Ոչ մի բանի չեն բերելու, ոչ մի։ Դե մի կողմն ասում է, ռուսական կողմն ասում է ժամանակ են ձգում, որ նորից զինեն ուկրաինական բանակը, չէ, Զախարովան դրա մասին խոսեց, մենք դա հասկանում ենք, ասեց ինչի համար է, նրանք էլ հակառակն են ասում, հիմա ում համար է շատ ավելի շահեկան։ Ուրեմն Ռուսաստանը առաջարկում է այս բանակցությունները վարել ընդհատված այդ Ստամբուլյան բանակցությունների հիման վրա։ Ստամբուլյան բանակցությունների հիման վրա Ռուսաստանը վերահսկողություններ ունենում Ուկրաինայի ինքնիշխանության վրա որոշ հատվածի։ Այսինքն զինված ուժերի քանակի վրա էր վերահսկողություններն եւ արտաքին քաղաքականության որոշ դրվագների, այսինքն որ ՆԱՏՕ իրավունք չունի գնալու եւ Ռուսաստանի նկատմամբ թշնամական բլոկեր իրավունք չունի մտնելու։ Պարզ է, որ այս պայմաններով Արևմուտքին ձեռնտու չի, այսինքն բացի այդ ինքը արդեն քանի մարզ ճանաչել է Ռուսաստանի Դաշնության տարածք, հիմա ճանաչելուց հետո ո՞նց է լինելու, ասելու է չէ լավ, բայց ինչքան առաջ եկեք այդքան մեծ մնացածը ձեզ։ Ով։ Ռուսաստանը մի քանի մարզ ճանաչել է որպես Ռուսաստանի տարածք։ Եվ որը հիմա դեռ ազատագրված չի ամբողջական։ Հետևաբար ազատագրված չի եւ նույնիսկ եթե ազատագրեն Ռուսաստանին ձեռնտու չի այն տարբերակը, որ լինի անկախ Ուկրաինա, որը իր վերահսկողությունից դուրս կլինի, այսինքն ասեն այդ տարածքները ձեզ ենք տալի, մնաց մյուս կողմից սա նշանակում է որևէ պայմանի չի համաձայնելու, սա նշանակում է կապիտուլյացիա միջև վերջ Ուկրաինա, այդ տարածքները ամբողջությամբ տալիս է Ռուսաստանի Դաշնությանը եւ համաձայնում է լինել ինչ։ Չի լինելու։ Հիմա ոչ մի պայմանավորվածության չեն գալու, սրանով ժամանակ է շահելու Ռուսաստանը, միջև որ ԱՄՆ-ի հետ Տրամփի հետ պայմանավորվեն, որ շարունակվելու է ռազմական գործողությունները։ Ողջ Ուկրաինան անցնում է Ռուսաստանի վերահսկողության տակ, մի մասը կմտնի որպես իր կազմ, մյուս մասի վրա Ռուսաստանը պետք է վերահսկողություն ունենա զինված ուժերի եւ արտաքին քաղաքականության։ Ինչի է վստահ որ դա չի, դրա գինը ինչ է, Սիրիա, ուրիշ։ Չէ, գինը դա չի լինելու, գինը լինելու է միջուկային զենքով ԱՄՆ-ի տարածքին չսպառնալը։ Այսինքն այ ոնց 1962 թվականին միջուկային ճգնաժամի արդյունքում ուրեմն պայմանավորվեցին ԽՍՀՄ-ն ու Միացյալ Նահանգները միմյանց կարմիր գծերը չհատելու, միմյանց պատասխանատվության գոտիները
չմտնելու։ Դե շանտաժի լեզվով իրենք կարող են շանտաժանել, որովհետեւ դուք դա չստանաք, ուրեմն պետք է այս պայմանների հետ համաձայնեք։ Այստեղ կա առանձնահատկություն։ Ամերիկյան Միացյալ Նահանգները իրենց պատմության մեջ չեն տեսել որևէ օտարերկրյա զինվորի ոտք եւ ընդհանրապես օտարերկրյա ներխուժում իր տարածք։ Այսինքն իրենց համար դա անընդունելի է, իրենց ԽՍՀՄ օրոք դա ուսումնասիրվել էր, հատուկ բաժիններ կային, որոնք ուսումնասիրում էին միջուկային ճգնաժամի դեպքում ամերիկյան հասարակության պահվածքը։ Պատահական չի, որ այնտեղ տասնյակ 100,000-ներով բունկերներ են սարքել միջուկային պատերազմի դեպքի համար, սարքել են ԽՍՀՄ դեմ։ Հարուստները այնտեղ հարուստ բունկերներ են սարքում, այսինքն ճոխ բունկերներ, որ պատերազմի դեպքում կարողանան դիմակայել։ Այսինքն այնտեղ շատ լավ գիտեն այդ հոգեբանությունը, որ եթե սկսվի խուճապ, ամերիկյան իշխանությունը կարող է փլուզվել։ Եվ Ամերիկա պետության գոյությունը կարող է հարցականի տակ դրվել։ Մեդվեդևը մի քանի ամիս առաջ ասաց, որ ԱՄՆ-ն սխալ հաշվարկ արեց, իրենք մտածում էին, որ սառը պատերազմում հաղթել են, բայց ասաց իրենք սխալվել են, իրենք պարտության շեմին են։ Սա դրեք անպայման հիմա վերջում մենք սա պիտի ցուցադրենք։ Այսինքն պարտության շեմին են Միացյալ Նահանգները, դեռ Բայդենի օրոք էր ասում։ Այսինքն իրենք լավ գիտեն, որ միջուկային պատերազմի ռեալ սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն ասելու է Ռուսաստան, ես դուրս եմ գալիս Ուկրաինայից, ինչ ուզում ես արա, եւ իրենք բաժանելու են իրար միջև, միմյանց միջև պատասխանատվության գոտիները։ Գինը լինելու է, որ ԱՄՆ պետությունը չի փլուզվելու։ Գինը դա է լինելու, որ Ռուսաստանը չի սեղմելու այնքան, որ ԱՄՆ-ում այնպես պանիկա սկսվի, որ սկսվի ներքին քաղաքացիական պատերազմ, հանցագործության կտրուկ աճ, անվերահսկելի վիճակ։ Վերջապես Միացյալ Նահանգները փլուզումը ձեռնտու չի Ռուսաստանին նաև, որովհետև դա ցնցում է լինելու ամբողջ աշխարհի համար։ Նախ ունի միջուկային զենք ստրատեգիական, չգիտեք ում ձեռքն է հայտնվելու այդ միջուկային զենքը փլուզման դեպքում։ Երկրորդը նախ միլիոնավոր մարդկանց զոհեր է լինելու այդ դեպքում։ Երրորդ դոլարի, պատկերացնում եք դոլարը փլուզվի մի օրում կամ օրերի ընթացքում։ Ամբողջ աշխարհը կանգնի ցնցումների առաջ։ Լավ, Ռուսաստանը մի կերպ կդիմանա, բայց այն փոքր պետությունները ինչ ասեն։ Դրա համար Ռուսաստանին ձեռնտու չի ԱՄՆ փլուզումը։ Դրա համար դա է տալու ինքը, ասելա ես այնպես եմ անում, որ մենք 50-50 կիսում ենք, դու Ուկրաինայից դուրս ես գալիս։ Իմ կարծիքով ողջ Ուկրաինան տրվելու է Ռուսաստանին, ուղղակի մի մասը կմտնի որպես իր տարածք, մյուս մասի վրա Ռուսաստանը կսահմանի պրոռուսական իշխանություն եւ այս հայտարարությունները, եթե գիտեք, որ Բրազիլիայի նախագահը եկավ, համարվում է Պուտինի բարեկամ, ընկեր Պուտին գնա Ստամբուլ եւ գրողը տանի սկսիր բանակցել, ասել է Բրազիլիայի նախագահը, անդրադառնալով վաղը Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ Լուիս Ինասիո Կուլա դա Սիլվան մտադիր անձամբ համոզել Պուտինին մասնակցել Ստամբուլյան բանակցություններին, նա ասել է, որ Չինաստանից վերադառնալու ճանապարհին կառնի Մոսկվայում եւ կփորձի խոսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Բացի այդ էլ Զելենսկին էր, չէ՞, նաեւ ասել, որ ինձ տարբեր տեղերից ազդակներ կա, որ Չինաստանից հատկապես, որ գնա բանակցությունների եւ այլն եւ այլն։ Համենայնպես այսպես տարբեր տեղերից ինչ որ բարեկամ երկրների կողմից այսպիսի հայտարարություններ են հնչում եւ բայց մյուս կողմից էլ իրենք ասում են, որ չընտրված նախագահ է Զելենսկին եւ արդյոք կգնա այդպիսի նախագահի հետ ինչ որ բաների Պուտինը։ Չի գնալու իհարկե, նույնիսկ ընտրված է։ Չէ, հիմա հաստատ չի գնա, բայց առաջիկայում։ Չէ, առաջիկայում էլ չի գնա։ Եվ ինչու են այտենց համոզում, որ ինքը գնա։ Դե որովհետև Միացյալ Նահանգներն է, չէ, ձեռքերը ծալած չեն նստում։ Իրենք էլ են փորձում այլ պետությունների միջոցով համոզել, որ դրան գնա։ Այսինքն իրենք եւս հորդորեն, ճնշեն կամ չգիտեմ, խորհուրդ տան, որպեսզի Ռուսաստանի նախագահը ինքը գնա բանակցություններին, ընդհանրապես Ուկրաինայի հետ նստի բանակցի։ Հարցն է, որ նաև այդ հայտարարության մեջ կարծեմ արտգործնախարարությունը Ռուսաստանի ասաց, որ Կիևը կանի այն քայլերը, ինչ որ արևմուտքից իրենք ասեն։ Այսինքն այս սրանով Պուտինը ցույց է տալու, որ Ուկրաինայի ռեժիմի հետ պայմանավորվել հնարավոր չի։ Ինքը սրանով փակելու է օրինակ Բրազիլիայի նախագահի բերանը, լավ իմաստով, որ այդպես քայլ արեցի, դες հնարավոր չի իրենց հետ պայմանավորվել, որովհետև ռեժիմի արևմտյան
կուրատորները թույլ չեն տալիս դա անել։ Եվ այդպես ժամանակ է շահելու, միջև հասունանա այն պահը, երբ որ արդեն Տրամպի հետ կպայմանավորվեն։ Կարծում եմ Պուտինի Ուկրաինայի շուրջ Պուտինի հանդիպումը, բայց Տրամպի հակասական իրարամերժ հայտարարությունները անկայուն։ այդ հիմա է այտենց պահավոր կա։ Գտա ես այժմ կարդայի Զելենսկին հայտարարել է, որ Կիևը ազդանշաններ է ստացել Չինաստանից, այլ երկրներից խնդրանքով չհարվածել Ռուսաստանին այն շրջաններին, որտեղ օտար երկրի առաջնորդները ժամանել են մայիսի 9-ին, նրա խոսքով Ուկրաինան կատարել է իր խոստումները, իբրև հավանելի հարվածեր։ Նրա խոսքով Ուկրաինան կատարել է իր խոստումները, հաստատելով Մոսկվայի վրա հարձակումների բացակայությունը։ Ուկրաինան եւս մեկ անգամ հաստատում է իր քայլերով, որ միշտ անում է այն, ինչ խոստանում է, եզրափակել է Զելենսկին է ասում։ Ես կարծում եմ, որ Տրամպն է արգելել Զելենսկուն հարվածել է։ Այսինքն դու կարծում ես, որ Զելենսկին համարձակվեր հարվածեր 28 երկրների Զելենսկին ինքը չի որոշում։ Զելենսկին չի որոշում։ Դե որոշում։ հասեք մեծ Բրիտանիան պիտի որոշեր, հա, գնար դրան։ Մեծ Բրիտանիան էլ Միացյալ Նահանգները Լոնդոնը Կիևի հետ միասին կհավասարվի։ Մեծ Բրիտանիային արգելել են դա անել, որովհետև դա անել Ռուսաստանը հիմար չի, որ հասկանում է, չի, որ եթե դա անել, նշանակում է դա Վաշինգտոնից հրաման է եկել։ Ինչ էր Բայդենի օրոք, ասենք նոյեմբերի կամ հունվարի, չգիտեմ, 10-ի դրությամբ Ուկրաինան ամբողջությամբ Վաշինգտոնից էր կախված, մեկ էլ հանկարծ Տրամպի օրոք էլ կախված չի, իհարկե դա հեքիաթներ են։ Հետևաբար, բայց հաշվի առնելով Ռուսաստանի փոխված միջուկային դոկտրինը եւ միջուկային սպառնալիքները, ըստ էության դոկտրինով սպառնում է։ Միացյալ Նահանգները չեն գնում նման սրացումների։ Բայց պահը որ գա, երբ որ Տրամպը տեսնի, որ հրադադարի իր պլանը չի աշխատում, հնարավոր է կարճաժամկետ սրվեն իրենց հարաբերությունները։ Կարճաժամկետ։ Բայց հետո դուրս միևնույն է, էսկալացիայից հետո, միջուկային ճգնաժամից հետո դուրս են գալու նորից նույն դիրքի վրա եւ պայմանավորվել են ոնց որ Խրուշչովն ու Կենեդին արեցին։ Հիմա այդ ճանապարհը արդեն անխուսափելի է, արդեն երևում է, որ գնում են դրան։ Արանքում կշեղվեն մի քիչ, հետ կգան, կսպառնան, մի քիչ կլավանան, մի քիչ կվատանան, միևնույն է գնալու են այդ ուղղությամբ։ Այդ հենց դրա համար էլ Հնդկաստան-Պակիստան մեծ պատերազմ չի լինում, որտեվ քանի դեռ իրենք խոսում են, այդ մեծ պատերազմներ չեն լինելու։ Մեծ հարվածներ չեն լինելու։ Ունեք Պուտինը եւ Տրամպը։ Այո, քանի դեր Պուտինը Տրամպը խոսում են, չի լինելու։ Բայց հրահրողը Մեծ Բրիտանիան էր, չէ՞, ասում էին ավելի։ Դե Մեծ Բրիտանիան է հրահրում, բայց եթե ԱՄՆ-ն ասեց չես անում ու վերջ, Մեծ Բրիտանիան չի անելու։ Այսինքն այդտեղ օրինակ Տրամպը չի ասում, չէ՞, ընդհանրապես դադարեցրեք բոլոր ռազմական մատակարարումները, չի ասում, բայց մյուս կողմից էլ կտրուկ գործողություններ արգելում է Զելենսկուն, այսինքն օրինակ մասսայական հարձակումներ Մոսկվայի վրա կամ այլ քաղաքների վրա։ Այսինքն ինչ որտեղ սահմանը չի անցնում, բայց այդ ինչ որտեղ էլ պահում է կոնֆլիկտը։ Շատ լավ։ Այսինքն միջև որ պահը կգա։ Սիրիայի հետ կապված է, ասեց, որ հիմա մենք օգնություն բան կլինի, հետո Նաթանյահուն սկսեց անհանգիստ շարժումներ անել, հայտարարություններ անել, իրականում այս հարցում իրենք համախոհներ են, հիմա այն ինչ որ տեղի ունենում Գազայում։ Պլանավորած են, ծրագրած են տանում։ Համախոհները ո՞րն է, ըստ էության Իսրայելը այնտեղ օպերացիա իրականացնում էր եւ շարունակում է իրականացնել, ԱՄՆ-ն էլ Իսրայելի դաշնակից չի արգելում դա անել, հիմա